Բարի երեկո, առաջին ալքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսի Վանա Կարապետյանն եմ։ Երևանը այս շաբաթ դարձած էր եվրոպական քաղաքականության գլխավոր հարթակներեն մեկը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ քաղաքատնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած էին 43 պատվիրակություններ, եվրոպական երկրներու առաջնորդներ ու միջազգային կառույցներու ղեկավարներ։ Բացման հնարավորության հիմնական նյութը խաղաղությունն ու համագործակցություններ։ Ջուրը ներկայացված էր որպես միավորող խորհրդանիշ, շեշտելով Հայաստանի որպես տարբեր ճանապարհներ ու մշակույթներ կապող խաչմերուկի գաղափարը։ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ 7 քաղաքատնաժողովներու հասցեներն էին Չեքիա, Մոլդովա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Հունգարիա, Ալբանիա, Դանիա։ 8-րդը Հայաստանի մեջ էր Երևան։ 43 բարձրաստիճան պատվիրակություններ ժամանած էին Երևան մասնակցելու քաղաքատնաժողովին, որ այս անգամ գգրեր Գերդելով Աբական, միասնություն եւ գայունություն Եվրոպայի մեջ կարգախոսը։ Քաղաքատնաժողովը մեկնարկեց դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Առաջինը ժամանած էր Մոլդովայի նախագահը, հաջորդիվ ժամանեցին Նորվեգիոյի Ֆինլանդիայի վարչապետները։ Առաջին անգամը լալով քաղաքատնաժողովին կմասնակցեր նաև Կանադայի վարչապետը։ Ասիկա նաև անոր առաջին այցելություններ Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի քաղաքատնաժողով որոշվեցավ իրականացնել 2022-ին Ստրասբուրգի մեջ Եվրոպայի աբական խորագրով խորհրդաժողովի ընթացքին։ Դարեգան 2 անգամ տեղի կունենա։ Քաղաքատնաժողովին կմասնակցին ոչ միայն պետության ղեկավարներ ու ներկայացուցիչներ, այլ միջազգային կառույցներ ու ներկայացուցիչներ։ Օրինակ Հյուսիսատլանտյան դաշինքի գազագերբության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը։ Քաղաքատնաժողովին համար Հայաստան ժամանած էին նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոմիության արտաքին գործոց եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քայա Քալասը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ՀՀԳ գլխավոր քարտուղար Ֆերյուդոն Սինիրօղլուն եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլոն եւս քաղաքատնաժողովի մասնակցելու համար Երևանի մեջ կգտնվեին։ Բուլղարիո նախագահ Իլիանա Ետովան եւ Հայաստանի վարչապետը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Ներկա էր նաև Բելգիկայի վարչապետը, որու մասնակցությամբ Հայաստանի մեջ բացվեցավ Բելգիկայի տեսփանությունը։ Զուվիցերիո նախագահը Լյուքսեմբուրգի վարչապետը Մանրահամերգային համալիր շտաբով հաջորդ ղեկավարներն էին։ Չեքիո եւ Լեհաստանի ղեկավարներն ալ քրեթե հասան միաժամանակ։ Ժամանեցին նաև Ռումինիայի եւ Հունաստանի նախագահները։ Մինչև քաղաքատնաժողովը շատ կքննարկվեր արդյոք Միացյալ Թագավորության վարչապետը պիտի մասնակցի քաղաքատնաժողովին եւ ահագիրը Ստարմեննալ ներկա էր։ Ալբանիա եւ Կոսովոյի վարչապետները, Հյուսիսային Մակեդոնիայի Մոնտենեգրոյի նախագահները, Լիխտենշտայնի վարչապետն ու Իտալիո նախարարներու խորհրդի նախագահը եւս քաղաքատնաժողովի մասնակիցներու շարքին էին։ Հաջորդի ժամանեցին Ուկրաինո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լիտվանիո, Էստոնիո, Սերբիո, Իռլանդիայի, Քրոատիո, Սլովակիո վարչապետները։ Հարևան երկրի Վրաստան վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւս կմասնակցեր քաղաքատնաժողովին։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եկած էր ոչ միայն քաղաքատնաժողովի մասնակցելու համար։ Անոր այցելությունը pedagogan էր ստորագրելու Հայաստան-Ֆրանսա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որ մեյետ կան այցելած է նաև Գյումրի։ Մոնակոյի իշխանապետության իշխանը Սան Մարինոյի ներկայացուցիչը, Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահը, Գիբրոսի նախագահն ու Անդորայի կառավարության նախագահը եւս մարզահամերգային համալիրի մեջ կգտնվեին։ Քաղաքատնաժողովի հետաքրքրություններն էր նաև Թուրքիո մասնակցությունը։ Հայաստանի վարչապետին հետ արարողակարգային սեղմումին կմասնակցեր Թուրքիո փոխնախագահը։ Քաղաքատնաժողովի մասնակիցներն ամենեն ուշ Հայաստան հասավ Իսպանիո վարչապետը։ Անոր օտանավը լրատվամիջոցներու հաղորդմամբ անսարկության բաժարավ հարգաթի վայրը չկատարած էր Անկարայի մեջ։ Before time, before names, before borders, before everything we see, there was water.
Ջուրը բացման արարողության հիմնական խորհրդանիշներ։ Ադոր օրինակով ներկայացվեցավ նաև մեր պատմությունը։ Today, Armenia stands on a wave of momentum and progress. Այսօր Հայաստանը հարաճընթացի եւ շարժման ալիքի վրա է, թեպի ավելի լավաբակա, ավելի լուսավոր վաղվանոր։ Մենք միշտ եղած ենք խաչմերուկ, ուր ճանապարհներ կխաչվին, ուր խաղապարներ կմիավորվին, ուր մշակույթներն ու մարդիկ կհանդիպին, եւ ինչպես ջուրը, որ ճանապարհ կգտնե նույնիսկ քարին ընդմեջեն, այդ հոսքերը երբեք չեն թատրած, ցևավորելով եւ հարաճ մղելով մեզ։ Shaping us. Ջուրը չի բաժներ, անիկա կմիացնի ափերը, մարտիկը, ցամաքամասերը։ Եվրոպան նույնպես ընդհանուր հոսք է, դարբեր պատմություններ, դարբեր ցայներ, բայց շարժում թեպի մեկ հորիզոն, թեպի ներդաշնակություն հնչեց արարողության ընթացքին։ Let us unite at this crossroads for peace. Եկեք միավորվենք այս խաչմերուկի վրա, հանուն խաղաղության, հանուն միասնության։ Եկեք կանգնենք միասին, ոչ թե որպես առանցին ափեր, այլ որպես մեկ հոսք։ Թույլ տվեք շարունակել մեր ճանապարհը միասին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ քաղաքատնաժողովի բացման արարողութենեն յետք Երևանի մեջ սկսած են առաջնորդներու քննարկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ քաղաքատնաժողովերը առանցքային թեր ունեցած են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին մեջ, հիշեցնելով 2022-ի Պրագի քարակոմի հանդիպումն ու Վաշինգտոնի մեջ ստորագրված խաղաղության հռչակագիրը։ Քաղաքատնաժողովը պատմական որակած է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ընդգծելով, որ անիկա առաջին անգամն է, որ կգանա Հարավային Կովկասի մեջ եւ հնարավոր դարձած է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններու շնորհիվ։ 2022 թվականին էր, երբ Պրագի մեջ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին քաղաքատնաժողովը, որոնց շրջանակներս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարակոմ հանդիպումը։ Այնտեղ երկու երկրներու ղեկավարները գացությունը փոխող որոշում տվին Հայաստան ու Ադրբեջանը ջանցան միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 8-րդ քաղաքատնաժողովի առաջին նիստի ողջույնի խոսքին մեջ հիշեցուց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասիկա կնշանակե, որ քաղաքատնաժողովերը առանցքային թեր ունեցած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին մեջ։ Այս փոխըմբռնման հիման վրա իրադեսական հնարավորություն ստեղծվեցավ խաղաղության համաձայնություն ձեռք բերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ընդգծվեցավ ապակա խաղաղության ջարդարաբեդությունը եւ հանգեցանք անցյալ դարվան օգոստոսի Վաշինգտոնյան խաղաղության քաղաքատնաժողովին։ Սպիտակ դան մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը եւ ես ընդունեցանք խաղաղության հռչակագիրը։ Այժմ մենք կընթանանք շատ կարևոր նախագծիմը իրականացման ճանապարհով։ Ադիգա Թրամփի ուղին է հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության, որ պիտի նպաստի խաղաղության, վերացնելով տարածաշրջանի ուղիներու շրջափակումը եւ ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքեն դեպի արևմուտք, հարավեն դեպի հյուսիս, ինչ որ էապես պիտի նպաստի մատակարարման միջազգային շղթաներու գայունության։ Այժմ մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է, որ ովևէ մեկը չէ դժուժած Ադրբեջանի հետ փոխհրացակցության պատճառով եւ ասոնք աննախադեպ դանիներ են մեր անկախացում են իվեր։ Առաջին անգամ լալով նաև Ադրբեջանի նախագահը թեև հերավար, բայց կմասնակցի միջոցառման, որ տեղի կունենա Հայաստանի մեջ, շեշտեց վարչապետը թվարկելով այն իրադարձությունները, որոնք դարձյալ առաջին անգամ լալով տեղի կունենան քաղաքատնաժողովի շրջանակներս, ինչպես օրինակ Թուրքիա առաջին փոխնախագահի այցելությունը Հայաստան եւ իր երկկողմանի հանդիպումը անոր հետ։ Շարք երկրներու ղեկավարներ եւս առաջին անգամ լալով Հայաստան կգտնվին։ Հետևաբար քաղաքատնաժողովը Հայաստանի համար պատմական կհամարվի։ Շնորհակալություն, որ համահեղինակեցիք պատմությունը Հայաստանի համար։ Հարգավ այս քաղաքատնաժողովը կարևոր է միջազգային շրջարկի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի արչեւ հակնացող ու բազմագի մարտահրավերներ կձառանան Ուկրաինայեն մինչև Մերձավոր Արևելք։ Ես կհանդգնիմ հուսալ, որ մեր քննարկումներու եւ խոսակցություններու արդյունքով այս քաղաքատնաժողովը կգրնա պատմական քաղաքատնաժողով մթարնալ նաեւ միջազգային խաղաղության եւ գայունության համար նույնպես։ Մեզի համար կմաղթեմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ջամփուն վրա, որ բարդաթիր չէ, որ Երևանի մեջ լա, բայց հույս ունենք՝ պիտի լա մոդապակային։ It is historic because for the first time
Պատմական է, որովհետև առաջին անգամն է, որ եվրոպական քաղաքական համայնքը կհանդիպի այստեղ հարավային Կովկասի մեջ, Հայաստանը տնելով Եվրոպայի սրտին մեջ, ճիշտ այնտեղ, ուր Հայաստանը կպատկանի, հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը։ Ասիկա պատմական է, քանի որ այսօրվան քաղաքատնաժողովը կարելի դարձած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գնկված համացայնության շնորհիվ։ Համացայնությունը զոր խաղաղության պատմություն է Եվրոպայի համար։ Այս համացայնակրին շնորհիվ է, որ բարելավված են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիո միջև եւ այս տարածաշրջանը թևագոխած է փոխակերպման ճանապարհ։ Եվրոմիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալու եւ խաղաղության ու հնարավորություններու փառկավաճման տեսլականը իրողություն դարձնելու, ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, բայկարելու արտաքին աստեցություններուն եւ աբադեղեկատվության թեմ ընդգծեց Քոշտան։ Armenian democracy. Հայկական ժողովրդավարության աբական միայն Հայաստանի քաղաքացիներուն ցերկն է։ Հայաստանը աջակցած է 2028 թվականին Ադրբեջանի մեջ քաղաքատնաժողովի իրականացման տեսակապի միջոցով իր ելույթին ընթացքին ընդգծեց Ադրբեջանի նախագահը։ Ըստ Իլհամ Ալիևի, ասիկա հստակ ցուցանիշ է, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրողություն է։ We live in peace for only 9 months and we are learning. Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ գաբրինք արդեն եւ գսորվինք ապրիլ խաղաղության մեջ։ Անցյալ դարվան օգոստոսին Սպիտակ դան մեջ Վաշինգտոնի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիրը։ Նախագահ Թրամփը որպես վգա զայն եւս ստորագրեց։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի բնակիրը եւ մեզի համար վստահ եմ, որ նաեւ մեր հայ գործընկերներուն համար խաղաղությունը արդեն իրականություն է։ Այդ փաստենի հետ Ադրբեջանը միակողմանիորեն վերացուց դարանց բոլոր սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 1990-ականներու սկիզբեն։ Այդ բահենի վեր քանի հազար տոն բեր Ադրբեջանի դարածքեն հասած է Հայաստան։ Ադրբեջանն ալ ավելի հարաճ երթալով սկսած է առաջին անգամ լալով դեպի Հայաստան մատակարարել մեր կարյուղային մթերքը մեքենավարության վարելանյութեր։ Թրամփի ուղին հանուն բարգավաճման ու խաղաղության պիտի հասնի Հայաստանեն դեպի Նախիջևան եւ պիտի դառնա միջին միջանցքի մեկ մասը։ Հագարակ բոլոր անոնց չանկերուն, որոնք կփորձեն խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրագարկին եւ իմ հայ գործընկերոջս ելույթը հստակորեն ընդգծեց ադիգա։ Նախագահը քաղաքատնաժողովը Հայաստանի մեջ իրականացնելը պատմական կհամարե նաեւ այն պատճառով, որ կմասնակցի ոչ եվրոպական երկրի Կանադայի վարչապետը։ Իրավիճակը կպահանջի բազմապևեր գործակցություն, իսկ Կանադան այս իրավիճակի մեջ ոչ միայն համախոհ է, այլև գործընկեր նշեց Քոշտան։ Canada is more than a like-minded. Կանադան մեզի հետ միասին կցանգա ստեղծել միջազգային գարկմը, որ հենված է իրավունքի եւ մարդասիրության վրա։ Կանադան ոչ եվրոպական երկրներեն ամենեն եվրոպականն է, վստահության պատմության եւ արժեքներու տեսանկյունեն ունի երկկողմանի համապատասխանատվություն, կարևորեց վարչապետ Մարկ Կարնին։ Canada has consistently stood up for these values. Կանադան մշտապես եւ շարունակապար բայկարած է այս արժեքներուն համար։ Ներառյալ նաեւ վերջին տարիներու ընթացքին։ Մենք միակ ոչ եվրոպական մասնագետն ենք, որ եվրոպական առաքելություն եւ ներկայություն ունի Հայաստանի մեջ։ Աշխարհը հիմա քանի ուղղություններով խզվածքի մեջ է, թե արհեստագիտական, թե ուժանյութային, թե արևդրային, թե աշխարհակահաղական իմաստներով։ Մենք առաջին ոչ եվրոպական երկիրն ենք Եվրամիության ապահով նախաձեռնության մասնակցության առումով եւ անցյալ տարի 18 միլիարդ դոլարի վճռորոշ հանքանյութերու գործարքներ կնքածենք աշխարհի 20 հարաճադարներու հետ։ Ինչպես մենք կնգալենք ասիգա։ Մենք ասոնք կբահեստավորենք, որբեսի ցկտինք կառավարություններու միջև սև գործընկերային համացայնություններու եւ խոշոր յոթնյակի խորակրի ներքո առաջին հերթին, բայց նաեւ ավելի լայն ձևաչափերով։ Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղություն մաղթելով սկսավ իր ելույթը Ուկրաինայ նախագահ Վոլոդեմիր Զելենսկին ընդգծելով, որ Հայաստանը այսօր հանդես կուքա բոլոր եվրոպացիներուն հետ միասին եւ առաջին անգամն է 24 տարվան ընթացքին, որ Ուկրաինայ նախագահ այցելություն կգադարի Հայաստան։ Ասիկա նշանակալի փաստ է եւ ցույց կտա միասնականության ծավալը անոնց, որոնք կարժևորեն յանքը։ Russia's war against Ukraine and Europe continues. Ուկրաինայ դեմ Ռուսիո պատերազմը կշարունակե նույնքան գադաղի լալ, որքան նախաբես էր, եւ այս ամառը պիտի լավ ժորոշ, երբ Պուտինը պետք է որոշե, թե ինչ պիտի ինե, պիտի ընդլայնե պատերազմը, թե անցնի դիվանագիտության։ Մենք պետք է զինք մղենք դեպի դիվանագիտություն։ Կխնդրեմ, որ այսօր կարևորությունը բոլորս ընդգծենք։ Շնորհակալություն բոլոր անոնց, որոնք կբայկարին Ռուսիո ըստվերային կարյուղային նավարգումին դեմ։ Քանի դեռ այս պատերազմը կշարունակվի, որևէ պաշտպանական աջակցության ծրագիր կարևոր է, եւ այս դարվան մայիս ամսու պատետը
պիտի օգնե մեզի բայկարելու հրթիռային սպառնալիքներուն դեմ։ Ես կգարձեմ, որ մենք պիտի գարենանք արդատրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է պաշտպանվելու հրթիռային բոլոր հարձակումներն եւ այլ սպառազինություններն։ Օդին մեջ ծովում վրա եւ ցամաքի վրա կարեւոր է որևէ պաշտպանական միջոց, նշեց Զելենսկին նաեւ հարց բարձրացնելով, թե ինչ պիտի անեն, եթե Ռուսիան չավարտի այս պատերազմը։ Ըստ անոր լուծումը թիվանակիտական ձևաչափն է, ընդ որում որևէ բանակցության ժամանակ Եվրոպան պիտի ելնա սեղանին շուրջ։ Կակատնաժողովի արդյունքները ամփոփող մամլոասուլիսի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնաժողովի քննարկումները կենտրոնացած են անվտանգության, խաղաղության, դարաշրջանային համագործակցության եւ փոխկապակցվածության շուրջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կակատնաժողովը փնութագրած է որպես խաղաղության կակատնաժողով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնն ալ հայտարարած է, որ Եվրոպական միությունը պիտի շարունակի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցի ժողովրդավարական բարեփոխումներուն։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնաժողովի քննարկումները հաստատած են, որ աշխարհի մեջ աջող մարտահրավերներուն զուգահեռ գարիկը գա անգեղծ երկխոսության եւ կորցնական որոշումներու ընդարձակելու խաղաղությունը եւ գայունությունը դարբեր տարածաշրջաններու մեջ։ Կակատնաժողովի արդյունքները ամփոփող համատեղ մամլո հայտարարության հրամանակ նշած է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով քննարկումներու ընթացքին շեշտադրված է անվտանգությունը, գայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական թիմագայունությունն ու ուժանույթը եւ կանաչ անցումը։ Քննարկումները ընդգծած են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը եւ բաց համարգված ու փոխկապակցված տարածաշրջաններու կարևորությունը, որոնք պիտի նպաստեն միջաշխարհամասային գաբերու ձևավորման։ Այս ծիրեններս մենք անդրադարձած ենք նաեւ խաղաղության ու գայունության ընդարձակման հարավային Կովկասի մեջ հարադեպ խաղաղությունը, հարաբերություններու ղեկավարումը եւ սահմաններու բացումը ոչ միայն օգուտ պիտի բերեն տարածաշրջանին, այլև պիտի ամրապնդեն գաբերը եւ համագործակցությունը ավելի ընդարձակ եվրոպական տարածքի մեջ ու անգեանտին։ Անշուշտ մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարին խառնածին սպառնալիքներու դեմ։ Հայաստանը կշարունակի խթանել ընդլայնված փոխկապակցվածության հարթակներու ստեղծումը ավելի ընդարձակ տարածաշրջանի մեջ։ Այս կակատնաժողովը կվերահաստատի, որ եվրոպական քաղաքական համայնքը ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակը վստահության ամրապնդման եւ առավել լավ համագարկված ու հարաճահայաց եվրոպական օրագարկերու իրականացման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանի մեջ պիտի ընդլայնին այս կակատնաժողովեն անտին, միևնույն ադեն նաև պիտի ամրապնդեն մեր գործակցությունն ու փոխըմբռնումը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր խոսքի մեջ շնորհակալություն հայտնadeb վարչապետին բարձր մագարտակով կազմակերպված միջոցառման համար նշելով, որ բացառիկ աշխատանք տարված է։ Այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալ է կակատնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այսօր այստեղ ենք, բավական հստակ կցուցանե Հայաստանի աշխարհակաղակական ուղղության ճանապարհը։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին են այդ ճամփուն վրա։ Ճիշտ այդ պատճառով մենք կիրականացնենք Եվրամիություն Հայաստան առաջին կակատնաժողովը։ Այս եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը իրապես պատմական էր։ Առաջին անգամ լալով եվրոպական քաղաքական համայնքը հանդիպած է հարավային Կովկասի մեջ, եւ այս կակատնաժողովին հերավար գաբով մասնակցած է նախագահ Ալիևը։ Այս կակատնաժողովը պիտի հիշվի իբրև խաղաղության կակատնաժողով Կովկասի մեջ, որ փերած են խիզախ քաղաքական որոշումները եւ անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Ասիկա պատմական իրադարձություն է աշխարհի մեջ, ուր զորաշարժերն ու պատերազմները կարծես թե կերագայեն։ Անհրաժեշտ է դոնել այս հնարավորությունը։ Գա եվրոպական աշխատելակերպ։ Խոսքս բազմակողմանիության մասին է, որուն առանցքը մագի համաձայնագրերն են եւ հարկանքը միջազգային իրավունքի նկատմամբ։ Եվրոպան համագամանիորեն պետք է աշխատի Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանին հետ, ապահովելով խաղաղություն ու գայունություն, շեշտած է Անտոնիո Կոշտան հավելելով. հարադեպ խաղաղությունն ու գայունությունը խարխուսված են դիմագայուն ժողովրդավարական կառուցվածքերու եւ հարևաններու միջև ուժեղ տնտեսական գաբերու վրա։ Այդ պատճառով այսօր Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը կշեշտադրե պայքարը օտարերկրյա միջամտություններու դեմ ժողովրդավարական գործընթացներու մեջ եւ կընդգծե փոխկապակցվածության ուժը ստեղծելու փոխշահավետ տնտեսական կորձընկերային հարաբերություններ։ Միևնույն ադեն կշարունակենք հետապնդել արդար հարադեպ խաղաղության նպատակը Ուկրաինայո մեջ։ Ճիշտ այդ պատճառով աջակցությունը Ուկրաինայո մեր ուշադրության առանցքն է նույնպես։ Այսպիսին է ուղերձս նախագահ Զելենսկիին։ Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայո կողքին, այնքան որքան հարկավոր է հասնելու հարադեպ արդար մնայուն խաղաղության, հարգելով Ուկրաինայո տարածքային ամբողջականությունը։ Երկրորդը մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայո անդամակցության հնարավորությունը
խաղաղությունը, փանալով բանակցություններու հարթակը հնարավորինս շուտ, որևէ քննարկում, որ գվերապերի խաղաղության ու գայունության այս աշխարհամասի մեջ պետք է ընդգրկե մեր համախոհ գործընկերները Եվրոպայի սահմաններեն դուրս։ Այս գագաթնաժողովը այս տարածաշրջանեն ներս ցույց կտա, որ Եվրոպայի աշխատելակերպը դիվանագիտությունն է, բազմակողմանիությունը եւ հարկանքը միջազգային իրավունքի նկատմամբ եւ ադիգա արդյունավետ է, ադիգա կնպաստի խաղաղության։ Միջոցառումը դպավորված էր նաև Իռլանդիայի վարչապետը։ Հայաստանը գրծավ բազմաթիվ դաղանթներ ցուցադրել մշակույթի մինչև սնունդ, անօթաչու սարքերու ցուցադրություն։ Հաջորդ գագաթնաժողովը Իռլանդիայի մեջ է նոյեմբերին, եւ մենք արդեն կմտածենք, թե ինչպես պետք է կազմակերպենք միջոցառումը, որբեսի բահենք Հայաստանի սահմանած բարձր նշածողը։ Ելույթներեն հասկացանք, թե որքան ազդեցիկ է խաղաղագերտ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը այսօր մեծ շեշտ դրած է Եվրոպայի միասնականության եւ գայունության վրա։ Ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական համայնքը նոր իմաստ ձեռք կբերե։ Ներկայիս ուժանյութային ճգնաժամը անգամ եւս կփաստե, որ անհրաժեշտ է ուժանյութային գաբերը խորացնել, ներդրումներ կատարելով փոխկապակցվածության, ենթակառույցներու եւ ուժանյութի մատակարարման ցանցերու մեջ։ Իռլանդան անհամբեր կսպասե հյուրընկալելու համայնքի հաջորդ կականաժողովը Դաբլինի մեջ եւ շատ ուրախ են, որ ճահագիրությունը Հայաստանեն կստանան ամփոփած է Միհել Մարտինը։ Միջոցառման շրջանակ են ներս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինը նամականիշ մարած են նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կականաժողովը Երևանի մեջ խորակրին։ Նամականիշին վրա պատկերված է կականաժողովին նվիրված դարբերանշանը։ Նամականիշի վարի հատվածը հայերեն գրված է։ Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողով 4 մայիս 2026 Երևան։ Եվրոպական քաղաքական համայնքի քաղաքատնաժողովի շրջանագեն ներս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարքը երկկողմանի հանդիպումներ ունեցած է։ Թուրքիո փոխնախագահ Ջևդեթ Ելմազի հետ հանդիպման ընթացքին քննարկված են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ կատարված է ԱՆԻ-ի պատմական կամուրջի վերականգնման ծրագրին։ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրած են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, իսկ Կրոատիո հետ ռազմավարական երկխոսության մասին փաստաթուղթ։ Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ ունեցած է նաև Պարսաստիճան այլ պաշտոնյաներու հետ։ Սերքսեոնումներ են մինչև նոր պայմանավորվածություններ ու ստորագրված հռչակագիրներ։ Քաղաքատնաժողովի շրջանագեն ներս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարբեր երկրներու ղեկավարներուն հետ առանցին հանդիպումներ ունեցած է։ Հայաստանն ու Թուրքիան միասին պիտի վերականգնեն Հայաստանի եւ Թուրքիո սահմանին վրա գտնվող պատմական ԱՆԻ-ի կամուրջը։ Հայաստանի եւ Թուրքիո միջև ստորագրված է վերականգնման արձանագրություն։ Մտքերու արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիո փոխնախագահ Ջևդեթ Ելմազի հետ Եվրոպական քաղաքական համայնքի քաղաքատնաժողովի շրջանագեն ներս անդրադարձանք Հայաստանի եւ Թուրքիո միջև դարաձաշրջանային համագործակցության հնարավորությանց ողջունեցինք ԱՆԻ-ի պատմական կամուրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Թուրքիո փոխնախագահին հետ հանդիպումեն հետ X-ի երեչին վրա գրած է Նիկոլ Փաշինյանը։ Ասիգա Անկարա եւ Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009 թվականի Հայաստան-Թուրքիա արձանագրություններն իդ, որոնք Թուրքիան այդպես ալ չվավերացուց վարչապետ Փաշինյանը ողջունած է Թուրքիո փոխնախագահին այցելությունը Հայաստան, ընդգծելով, որ անիկա կարևոր նշանակություն ունի երկու երկրներու հարաբերություններու մեջ։ Թուրքիո փոխնախագահն շնորհակալություն հայտնած է քաղաքատնաժողովի մասնակցելու հրավերին եւ չերմ հյուրընկալության համար։ Սերքսեոնումներ են մեկնալ Կրոատիո վարչապետին հետ էր։ Համատեղ նաև Հայաստանի եւ Կրոատիո ռազմավարական երկխոսության մասին հռչակագիր կստորագրեն։ Երկու երկրներու միջև հարաբերությունները բարձր քաղաքական երկխոսության մագարտակի վրա են եւ այսօր ադիգա արձանագրված է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մագարտակի բարձրացմամբ, շեշտադրած է Հայաստանի վարչապետը։ Անդրեյ Պլենկովիչն ալ համոզմունք հայտնած է, որ այս հանդիպումը նոր աստակ պիտի հաղորդե երկկողմանի բազմոլորտ հարաբերություններու հարաճ մղման։ Չերմ ողջուններով հաջորդ հանդիպումը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր քարտուղար Մարկ Ռութեի հետ էր։ Դարաձաշրջանային անվտանգությունը Հայաստան Հյուսիսատլանտյան դաշինք համագործակցության ընթացքը եւ զարգացման հերանեկարները քննարկումներու սեղանի արգա օրակարգն էին։ Վարչապետ Փաշինյանը կարևորած է գործընկերության շարունակական խորացումը, ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումներու եւ պաշտպանական ոլորտեն ներս կարողություններու զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ կատարված է նաեւ միջազգային ու դարաձաշրջանային գայունության ուղղված ջանքերուն։ Կողմերը վերահաստատած են, որ պատրաստական են շարունակելու կառուցողական երկխոսություն ու համագործակցությունը։
Ցերկսեղմումը հրճագակիրը եւս Նիկոլ Փաշինյանը եւ Քիր Ստարմերը փոխանակված են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հրճագակրով։ Պատմական է այցելությունը նկատել դված է Հայաստանի վարչապետը։ Ասիգա առհասարակ Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցելությունն է Հայաստան։ Քիր Ստարմերը եւս շեշտած է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը ընդլայնելու կարեւորությունը, իսկ երկու երկրներու միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հրճագակրով կողմերը ընդգծած են օգոստոս 8-ի Վաշինգտոնի հրճագակրին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կարեւորությունը։ Մեծ Բրիտանիան վերահաստատեց իր աջակցությունը խաղաղության համագարկայնացման եւ հարաբերություններու ղեկավարման։ Ողջունելով դարաձաշրջանային գաբակցվածության եւ գայունության բարելավման նպատակով փոխադրամիջոցային հաղորդակցություններու աբաշրջափակման ուղղությամբ շարունակվող ջանքերը գողմերը գիտակցին, որ գայուն խաղաղությունը եւ գաբակցվածությունը կրնան խթանել դարաձաշրջանի բարգավաճումն ու անվտանգությունը։ Այս առումով գողմերը համաձայնած են շարունակել գաբակցվածության նախագծերու քննարկումը, ընդգծելով խաղաղության խաչմերուկ եւ թրիփ նախաձեռնությունները որպես դարաձաշրջանային գաբակցության եւ տնտեսական համագործակցության ամրապնդման հարթակներ։ Հայաստանում Միացյալ Թագավորությունը պայմանավորվեցան խորացնել ռազմավարական գործընկերությունը 3 հիմնական ուղղություններով՝ անվտանգություն, տնտեսություն եւ ժողովրդավարություն։ Անվտանգության ոլորտը ներս գողմերը գնահատեցեն զարգացնել պաշտպանական համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, համացանցային թիմակայունությունը եւ հագաստել խառնածին սպառնալիքներուն։ Տնտեսության մեջ շեշտը գտնվի գայուն աճի, ներդրումներու, արևդուրի եւ ենթագարույցներու զարգացման վրա, իսկ կառավարման ոլորտն են ներս ժողովրդավարության թափանցիկության, փտատության թեմ պայքարի եւ անկախ մեդիային աջակցելու վրա։ Այս հանդիպումն Իսպանիո վարչապետ Պեդրո Սանչեսի հետ էր։ Քննարկման սեղանին վրա երկկողմանի հարաբերություններու զարգացման հերանեկարներ են մինչև Հայաստան Եվրամիություն գործընկերության շրջանագեն ներս ընթացող գործընթացները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերն էին։ Տնտեսությունը, ուժանույթը եւ զբոսաշրջությունը։ Երկկողմանի գործակցությունը զարգացնելու ոլորտներ կհամարեն կարևորելով շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներու վրա։ Հաջորդ հանդիպումը Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ էր։ Փաշինյանն ու Զելենսկին քննարկած են Հայաստան-Ուկրաինա երկկողմանի փոխգործակցության զարգացման հերանեկարները, ընդգծելով գայուն եւ դեպական խաղաղության հարաճ մղման անհրաժեշտությունը։ Հայաստան ու Կիպրոսի եւս երկկողմանի հարաբերություններու զարգացման հերանեկարներ ունին։ Կարևոր է աշխուժացնել երկխոսությունը։ Հայաստանի վարչապետը հանդիպած է Կիպրոսի նախագահին։ Քննարկման նյութերեն է նաեւ դարաձաշրջանային հաղորդակցության ուղիներու աբաշրջափակման ուղղված Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ, ինչպես նաեւ թրիփ նախագիծերու իրականացումը։ Երևանի մեջ կայացած է Հայաստանի Եվրամիություն առաջին քակատնաժողովը Նիկոլ Փաշինյանի, Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնի մասնակցությամբ։ Կողմերը քննարկած են Հայաստան Եվրամիություն համագործակցության խորացումը, դարաձաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ստորագրված են շարք փաստաթուղթեր փոխադրամիջոցի ուժանյութի անվտանգության եւ սահմաններու կառավարման ոլորտեն ներս համագործակցության վերաբերյալ։ Եվրոպական միության ղեկավարները վերահաստատած են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներուն եւ խաղաղության օրակարգին։ Հայաստան Եվրամիություն առաջին քակատնաժողովը նախագահի նստավայրեն ներս մեկնարկեց դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մեր մեջ կա անվանդական ընկալում, թե Հայաստանը կգտնվի վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական թիրքի վրա։ Այսօր գնահատականը այլ է ու այդ թիրքը քերազանց կհամարվի։ Զուգահեռը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր Հայաստան Եվրամիություն քակատնաժողովի ամփոփիչ հայտարարության ժամանակ։ Արևելքը արևմուտքին կապող ամենեն կարճ ճանապարհը կանցնի Հայաստանեն։ Եվրոպական միության գործընկերներն այսպիսի հայտարարություն լսելը Փաշինյանը համարեց խորհրդանշական։ Այս ձևակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը
երբ մենք միևնույն տեղում գտնվելով, բնականաբար երկիրը որևէ տեղ չի շարժվել, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ եւ երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Աշխարհագրական նույն այն թիրքը, որմով կբացատրվեի մեր բոլոր խնդիրները, հիմա պիտի ծառայե ինքնիշխան, ազատ անվտանգ ու բարեկեցիկ պետություն ունենալու նպատակին, ընդգծեց Փաշինյանը։ Հայաստան Եվրամիություն կակատնաժողովը գոմերը գիրականացնեին պատմության մեջ առաջին անգամ լալով, զայն միաժամանակ պատմական իրադարձություն որակելով։ Կակատնաժողովի շրջանակ ներս տեղի ունեցած են առանձնազրույցներ, ընդլայնված կազմով հանդիպումներ, հարցեր ու լայն շրջանակի քննարկում, հայտարարություններ։ Ընդունված է Հայաստան Եվրամիություն համատեղ հռչակագիրը, ստորագրված են շարք փաստաթուղթեր։ Վարչապետը կակատնաժողովի ընթացքին պատմական համարած է նաև Եվրոպական միության ընդունած այն հայտարարությունը, որմով տնտեսվարողներուն գոչ կուղվի ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ։ Սովորաբար նախորդող ողջ շրջանում անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակով կոչ է անում եւ հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից։ Եվրոպական խորհրդի նախագահ Հայաստան Եվրամիություն կակատնաժողովը իսկ անգե առաջալ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնաժողովը Հայաստանի մեջ իրականացնելը համարած է երևելի ցերկբերում ու Նիկոլ Փաշինյանի առաջնորդության վկայությունը։ Այս կակատնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերության խորացման։ Անիգա գարդացել է վերջին տարիներու նշանակալից նվաճումները եւ քաղաքացիներու եւ ձեռնարկություններու եւ հասարակություններու համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը։ Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական թիրքը չէ փոխված, բայց դուք արմադաբես փոխած եք ձեր երկրի մեջ տիրող պայմանները։ Ես կցանկամ դրվադանքի խոսքերս էլ ժողովրդավարական, թիմագայուն եւ բարեկեցիկ Հայաստանի ձեր դեսլական Կոշտայի խոսքով Եվրոպական միությունը աշխուժորեն կաչակցի Հայաստանի ընկերային տնտեսական բարեփոխումներ ու օրագարկին, ներառյալ գործնական եւ տրամական օժանդակության միջոցով։ Ան նաեւ ընդգծած է Հայաստանի վարչապետի խիզախությունն ու pedagogan մտածողությունը, որ խաղաղությունը երկրի համար ավելի լավաբական դարձուցած է քերագայություն։ Գայուն եւ բարեկեցիկ հարավային Կովկասը Հայաստանի աբակայի քրավականն է եւ Եվրոպական միությունը պիտի շարունակի աջակցել տարածաշրջանային խաղաղության եւ հարաբերություններու ղեկավարման գործընթացին։ Հայաստանը դարձած է Եվրոպայի եւ Ասիո միջև փոխկապակցվածության հանքույց։ Եվրոպական միությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանին համար խոշոր եւ երկարաժամկետ գործընկեր կհանդիսանա։ Ավելի ուժեղ փոխադրամիջոցային ուժանյութային փոխկապակցվածության միջոցով մենք կրնանք վստահություն խրախուսել աշխատադեղերը եւ հարևանները մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որ դեպական խաղաղության ամենեն արդյունավետ հիմքը կհանդիսանա։ Հայաստանը կգնա ապավինել Եվրոպական միության այս ուղիեն միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցելու Հայաստանի թիմագայության եւ ազգային անվտանգության։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շեշտած է Հայաստանը շատոնց եվրոպական ընդլայնված ընտանիքի արժեքավոր անդամ է։ 2018 թվականին ցեր խաղաղ թավշա հեղափոխությունը ի ցույց դրավ ցեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին, այսինքն ժողովրդավարության, իրավունքի քերակայության եւ հիմնարար ազատություններուն։ Այսօր ես կուզեմ վերահաստատել մեր գուր օժանդակությունը եւ գործընկերությունը Հայաստանի հետ։ Բոլորս կաբրինք տարափոփող աշխարհաքաղաքական շրջանագին մեջ եւ այս մարտահրավերներով լի միջավայրի մեջ առաջին Եվրամիություն Հայաստան կակատնաժողովը չէր կրնար ավելի ժամանակին լալ։ Ասիգա հնարավորություն կընցեր նեղորացնելու մեր կաբերը եւ մեր եզակի գործընկերությունը բարձրացնելու նոր մագարտակի։ Անդրադառնալով ստորագրված փաստաթուղթերուն, Հայաստան Եվրամիություն կապակցվածության գործընկերության մասին փաստաթուղթը գվերապերի փոխադրամիջոցային հանքույցներուն, ուժանյութային արհեստական բանականության եւ ջարդարակիդական գենսոլորդին։ Անվտանգության ոլորտեն ներս գործակցությունը նույնպես քերագայություն համարված է, ներառյալ խառնածինը սպառնալիքներու դեմ։ Նախաստորագրված է սահմաններու կառավարման ոլորտեն ներս գործնական համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն Հայաստանի ներքին գործոց նախարարության ու Եվրամիության սահմանային եւ առապնյա պահմանության գործակալության միջև։
Հայաստանի մեջ Եվրոպական միության բադվիրագության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ներքին գործոստնախարար Եվրամիության հետ մուտքի արտոնակիրներու ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին հանձնած է մուտքի արտոնակիրներու ազատականացման գործողություններու ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հարաճընթացի զեկույցը։ Անիկա դրական քայլերու մասին է արձանագրել արդյունավետ աշխատանք ու հարաճընթաց, նաև կներկայացնի առաջարկություններ բոլոր պայմաններու կատարման բարակային Հայաստանի եւ Եվրամիության միջև մուտքի արտոնակիրներու լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։ Շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցելությամբ Հայաստանի մեջ էր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Մակրոնի այցելությունը կխորհրդանշե հայ-ֆրանսիական հարաբերություններու նոր փուլն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ կապը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները ստորագրած են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Համագործակցության փաստաթուղթեր ստորագրված են նաև կրթության, մշակույթի, բարձր արհեստագիտության, համացանցային անվտանգության, արհեստական բանականության, օդուղային եւ պաշտպանական ոլորտներեն ներս։ Կողմերը վերահաստատած են խաղաղության օրակարգի եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններու խորացման կարեւորությունը։ Մակրոնը ընդգծած է, որ Ֆրանսիան պիտի շարունակի աջակցել Հայաստանին, հատկապես ինքնիշխանության, անվտանգության եւ ժողովրդավարական զարգացման ուղղություններով։ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի մեջ կգտնվեր Թիվանակի դագան արարողագարքի բարձրակույն մագարտակի պետական այցելությամբ։ Վերջին օրերուն Էմանուել Մակրոնի հետ հանդիպումներն ու նաև Երևանյան չերմ շփումները հաշվի առնելով Հայաստանի ղեկավարը արձանագրեց, որ Ֆրանսիայի նախագահը արարողագարքին մեջ իրականացուց շրջադարձային նորամուծությունը։ Միշտ սպասված հյուր եք Հայաստանի մեջ, բայց այս այցելությունը տեղի ունեցավ հիմա բերավ նոր երանգներ։ Վարչապետի խոսքով Թիվանակի դագան փորձի նոր էջ բանալով եւ արձանագրելով որպես առաջին pedagogan ժողովրդական այցելություն։ Վերջին երկու օրերին դուք մեծ երջանկություն եք պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի, որոնք ոչ պակաս քան մեր կառավարության եւ իշխանության ներկայացուցիչները առիթ են ունեցել ձեզ հետ շփվելու, ձեզ հետ լուսանկարվելու, իրենց սերը ձեր նկատմամբ արտահայտելու եւ իհարկե զգալու նաեւ ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է ոչ միայն մեր հարաբերությունների, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի եւ ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը, դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով, դուք Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչն եք եւ նաեւ որպես ընտրված լեգիտիմ պետական պաշտոնյա, բայց նաեւ որպես անհատ, որպես քաղաքացի Ֆրանսիայի։ Թե pedagogan այցելությունը թե շրջապատող սկացական մթնոլորտը ըստ վարչապետին ամբողջությամբ կարտահայտեն հարաբերություններուն մագարտակը, որ հաստատված է երկու երկրներու միջև։ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ձեր նկատմամբ, որովհետև գուցե քաղաքացիները բոլոր նրբությունները մանրամասներով չեն իմանում կամ բոլոր փաստաթղթերը չեն կարդում եւ ուսումնասիրում, բայց նրանք էմոցիոնալ զգացական մակարդակում զգում են այն մեծ աջակցությունը եւ բարեկամությունը եւ սերը, որը մենք բոլորս տեսել ենք ձեզնից Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով դպավորված են այն ժողովրդական չերմ ընդունելութեն են, որուն արժանացած է Ֆրանսան, նաև այն հաջողութեն են, որ այս այցելությունը կներկայացնի Հայաստանի համար թե Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովի, թե առաջին անգամ լալով իրականացվող Հայաստան-Եվրամիություն կակատնաժողովի ձիրեններս։ Merci beaucoup, Monsieur le Premier ministre, Mesdames, Messieurs. Մենք կաճակցենք այս ողջ գործընթացին, որ ծեր աշխատանքին եւ հանձնառության արդյունքն է։ Ֆրանսան պիտի լա ծեր գողքին։ Կարևոր է շարունակել այս գործընթացը։ Նախադեсված են նոր գործակցություններ դարբեր ոլորտներեն ներս արհեստական բանականութենեն մինչև հանրային քաղաքականություններու իրականացման ցուցաբերվող աջակցություն։ Գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը եւ այն վերջին տարիներուն զգալիորեն աջած է։ Լա դիգա Ֆրանսիայի զարգացման կորձակալության թե այլ կառույցներու միջոցով։ Կցանկանք զայն առավել եւս ամրապնդել ավելի մեծ ներդրումային դրամապանությամբ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով այս այցելությունը գարդացոլացնե երկու երկրներու միջև հարաբերություններու ամրությունն ու ժամանակի ընթացքին ձևավորված խորությունը, ինչպես նաև միավորվող բարեկամությունը։ Այն կարևոր փուլը, որ մեկ անցնին եւ որ առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Ասիգա կորձընթաց մնե, որուն գաչակցինք եւ որուն գահավատանք։ Անիգա պետք է նաև նոր հերանեկարներ փանահաբակայի համար։ Կրնամսել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայի մեջ եւ այդ սերը գարդահայտվի նաև բազմաթիվ խաչ ողջագադակիրներով։ Անոնք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսիլիո փողոցներում վրա։ Ասիգա է նաև մեր երկկողմանի հարաբերություններու յուրահատկությունն ու հարստությունը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարներու ընդլայնված գազմով հանդիպման հաջորդեց միջպետական փաստաթուղթերու ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը ստորագրեցին Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, փոխանակվեցավ գործակցության մասին փաստաթուղթեր գրթության, մշակույթի, բարձր արհեստագիտության, համացանցային անվտանգության, արհեստական բանականության, օդուղային ոլորտները ներս։ Ստորագրվեցավ նաև Փարքուշադի Փաբուղիի կառուցման ծրագրի վերաբերյալ հուշագիր։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ ասիգա նոր փուլ մնե ոչ միայն հյուսիսարևի կառուցման համար, այլև ճանապարհաշինության ոլորտը ներս նոր որակի չափանիշ սահմանելու ջամփուն վրա։ Այդ նպատակով պիտի ներգրավվին ֆրանսական շինարարական գազམ་ագերբություններ։ Առաջին քայլը, որ տեղի է ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ եւ այսպիսի խնդիր ունենք եւ նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենը իրականություն է դարձել։ Փաստաթղթի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում հյուսիս-հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ եւ ինչպես բազմաթիվ նման դեպքերում Ֆրանսիան եւ նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին եւ մենք այսօր կարող ենք ասել, որ հյուսիս-հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծը արդեն իսկ միսուարյուն է ստանում։ Տնտեսություն, անվտանգություն, պաշտպանություն, դիվանագիտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, գրթություն, մշակույթ։ Հայաստանը բոլոր ուղղություններով գսկա Ֆրանսիայի աջակցությունը։ Երկրի ղեկավարը նկատել տվա, որ տեղի ունեցած ամենաառանցքային նորություններն մեկը դարաշրջանեն ներս խաղաղությունն է։ Խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմաթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության ճանաչումը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ճարտարապետության գործում առանցքային է, առանց որևէ չափազանցության առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը։ Merci, Monsieur le Premier ministre, cher Nicole, Mesdames, Messieurs les ministres. Թանկագին Նիկոլ, շնորհակալ ենք չերմ ընդունելության համար։ Ընդհանուր պատմության վրա հիմնված հայ-ֆրանսական հարաբերությունները գաբրին նոր շրջադարձ։ Հայաստանը վճռականորեն ընդրած է խաղաղության բարգավաճման ուղին։ Հակառակ փորձություններուն ամրապնդած է ժողովրդավարությունը։ Հայաստանը վճռականորեն գշարժի թեպի Եվրոպա։ Հայաստանը եղած է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, բայց առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտեն ներս ակնհայտ է։ Վերջին օրերուն այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Վերջին տարիներում Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունները նոր փուլ թեւագոխած են։ Հաստատված է գործընկերություն նաև պաշտպանության ոլորտեն ներս նկատել տվավ Էմանուել Մակրոնը։ Վերջին տարիներուն մենք ցանկացած ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ամրապնդել ինքնիշխանությունը։ Ասիգա մեր երկկողմանի հարաբերություններու կարևոր հենասյունն է։ Ստորագրվեցավ պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որ թույլ պիտի տա նոր ուղղություններ բանալ այս ոլորտեն ներս։ Մեր ռազմավարական գործընկերությունը նաև միտված է աջակցելու ցեզի գայուն խաղաղության ոլորտեն ներս, որուն համար դուք խիզախ որոշում կայացուցած եք։ Մենք հաստատակամ ենք ցեզի աջակցելու։ Ինչ նոր հնարավորություններ կստեղծի
ամրագրված ռազմավարական փաստաթուղթը երկկողմանի հարաբերություններուն համար գործակցության ինչ նոր ոլորտներ կփանա։ Ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ընդգծում է նախ արկա իրավիճակը եւ այդ արկա իրավիճակը առավել արդյունավետ օգտագործելու եւ առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում եւ նաեւ ամենակարևոր հանգամանքը հնարավորությունը ի վերջո բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար արկային բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որ เป զի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Ի պատասխան ֆրանսական լրատվամիջոցի միջոցի հարցին, վարչապետ Փաշինյանը վերահաստատեց 2023-ի հայտարարությունը։ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լալ այնքան մոտ, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի։ Արդյոք Ֆրանսիայի նախագահ Հայաստանը կդեսնե որպես Եվրոպայի մաս աբակային։ Je pense que c'est un bon choix, j'ai essayé d'expliquer tout à l'heure. Այո, կգարձեմ ասիգա ճիշտ ընտրություն է։ Եվրամիությունը կարևոր թեր կխաղա։ Երբ կխոսենք Եվրոպայի մասին, իր հզորությամբ, իր բարդությամբ եւ ասորմով չի սահմանափակվիր ամեն ինչ։ Եվրոպան աշխարհակրություն է, պատմություն, քաղաքագրթություն։ Հայաստանի պատմությունը տեսնելով, գրնանք արձանագրել, որ Հայաստանը ունի եվրոպական պատմություն, քրիստոնեության իր թերով, պատմությամբ եւ եվրոպական քաղաքական համայնքը հատկապես այդ մեծ Եվրոպայի մայր ցամաքին ճանաչումն է։ Մակրոնը ընդգծեց, որ տարածաշրջանները զոհ դարձած են գայսրություններու, միաժամանակ հիշեցնելով, թե այս դիրեններս հարավային Կովկասի ինչպիսի պատմություններու ընդմեջ են անցած է։ Արդյոք պետք է լա Եվրամիության համարգում կամ ընթարցագում, չեմ գիտեր, վստահ չեմ, ադիգա գախված է յուրաքանչյուր երկրի ընդրութենեն եւ ասիգա շատ բահանջկոտ գործընթաց մնե։ Վստահ եմ, որ մենք պետք չէ սպասենք ադոր, այսինքն այս պահեն իսկ հաշվի առնելով աշխարհի մեջ դիրող իրավիճակը կորձել։ Երևանի մեջ դեղի ունեցած միջոցառումներ ու շրջանագետներ բոլորին նույնքան ժամանակ դրված էր խոսելու։ Ասիգա եվրոպական ձինապանությունն է, որ գահարքե մյուսները, չի փորձել մյուսները հնազանդեցնել կամ լալքեր իշխող եւ ասիգա վասալի դրամապանությունը չէ, ինչ որ անցյալիներ։ Դուք խոսեցաք ռուսական միջամտության մասին Հայաստանի մեջ սպասվող ընդրություններուն։ Արդյոք դուք կաչակցիք վարչապետին ընդրությունեն մեկ ամիս առաջ եւ արդյոք այդ աջակցությունը օդար երկրի միջամտություն չէ։ Ֆրանսական կողմի հարցմանի պատասխան նախագահ Մակրոնը արձագանքեց։ Պետք է տեսնել, թե որոնք են այն միջամտությունները, որոնք կփորձեն մոլորեցնել ժողովրդավարական կյանքը։ Ես կստանցնեմ այս աջակցությունը իմ գործընկերոջս, որուն կվստահիմ 8 տարի է ի վեր, ինչպես հրած եմ Մայա Սանդուին աջակցելով, եւ ես լիովին կստանցնեմ այս որոշումը, այսինքն պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները, քալով այստեղ։ Ասիգա նույնը չէ, ինչ որ այդ փոխազդեցությունները դեղեկատվության մոլորեցումը լրատվամիջոցներու գեղձ դեղեկատվություն դարաձելու միջոցով փորձելով ապագայունացնել իրավական պետությունը։ Դարբերությունը ասոր մեջ է եւ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ պետություններ ու ղեկավարներ աջակցած են Մոլդովային։ Գարելի չէ խոսել այստեղ միջամտության մասին։ Այստեղ բաց ճակատով աջակցություն է եւ հագարակը կան այլ միջամտություններ։ Օդարերգյա կորձակալներու միջոցով Մոսկվայի պատվերով կփորձեն գեղձել ժողովրդավարությունը։ Ես կմասնակցեմ ժողովրդավարության, ես չեմ գեղձեր։ Այդ է տարբերությունը։ Ինչ է Եվրոպան, որ ընդունի գայսրություններ իրարու մեջ բաժնեն հարավային Կովկասը, ասիգա չէ Եվրոպան, որն է Հայաստանի աբական, եթե ոչ եվրոպական աբական։ Ասիգա միակն է, որ գրնա երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռությունը եզրափակեց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիայի նախագահը այցելած է նաև Մադենատարան, ծանոթացած է հիմնական ցուցադրության։ Էմանուել Մակրոնը քրարում կատարած է Մադենատարանի հյուրերու հուշամատյանին մեջ։ Հաջորդ առավոտյան Ֆրանսիայի նախագահը Ձիձեռնագապերտի հուշահամալիրին մեջ հարկանքի դուրք մատուցած է հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ի պատիվ Էմանուել Մակրոնի կազմակերպված պետական ընթրիքի ընթացքին Ֆրանսիայի նախագահը բարգեւադրված է Հայաստանի Հանրապետության փառքի շքանշանով հայ-ֆրանսիական հարաբերություններու զարգացման գործի մեջ ունեցած իրավանդին համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահին կողմ արժանացած են Բադվո լեգիոնի մեծ խաչ շքանշանին։ Վարչապետ Փաշինյանը բարձր քննադատած է նախագահ Մակրոնի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես 2022 թվականի Պրագի հանդիպումեն հետ ձևավորված նոր քաղաքական իրողություններու ձիրեններս։ Մակրոնն ընդգծած է Հայաստանի խաղաղ եւ եվրոպական զարգացման ուղին։
Իբադի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով դրված պետական ընթրիքը հիշարժան դարձավ նաև բարգեւադրման արարողություններով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը պարգևատրվում է փառքի շքանշանով։ Ֆրանսիայի նախագահին շքանշանը շնորհվեցավ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ավանդական բարեկամական հարաբերություններու ամրապնդման ու զարգացման, երկու երկրներու միջև համագործակցության ընդլայնման եւ խորացման գործի մեջ ներդրված անձնական նշանակալի ավանդին համար։ Էմանուել Մակրոնը որոշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին պարգևատրել Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։ Այս բարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմէ սահմանված Պատվո լեգիոնի բարձրագույն շքանշանն է։ Վարչապետ Փաշինյանը իր ելույթի մեջ անգամ եւս անդրադարձավ Հայաստան-Ֆրանսա հարաբերություններու մեջ նախագահ Մակրոնի մեծ ներդրման, որ պիտի արձանագրվի նաեւ Հայաստան-Ֆրանսա ռազմավարական գործընկերության փաստաթուղթի ընդունմամբ։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք, եւ որը այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը, եւ որը ակնհայտ ճիշտ եւ զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը եւ մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն եւ մենք այսօր իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր են կառուցում, հիմնվելով մեր լավագույն ավանդույթների եւ արժեքների վրա, ինչը ի դեպ կարծում եմ այսօր ակնհայտ եւ տեսանելի դարձավ եվրոպական քաղաքական համայնքի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգը ընդգծված էր եւ գտնվում էր ամեն ինչի առանցքում, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվան իրականությունը ըստ վարչապետին ձևավորված 2022-ի հոկտեմբեր 6-ին Փրագի մեջ տեղի ունեցած քարագողմանի հանդիպման ժամանակ։ Այն ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե ինձ պատմեին որևէ մեկը այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Եվ ադիգասույն մնե, որում վրա կառուցված է այժմյան իրականությունը, խաղաղությունը հերանեկարը կշարունակի վարչապետը։ Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը եւ այդ օրվա իրադարձությունները ինձ համար միանշանակ եւ աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաեւ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Վարչապետը ընդգծեց, Հայաստանը այդ բարձրագույն բարգեւով իր գնահատանքը կարգահայտ է այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցած է մեր երկրին, պետականության, անվտանգության, ինքնիշխանության ու անկախության։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի ոչ մի հույս եւ հենարան եւ չկա մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք եւ այսօր մեր բազմաթիվ հաջողություններ, սկսած բանակաշինությունից,
շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը ի դեպ նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն է։ Վարչապետը նաև ընդգծեց դարիներու ընթացքին չէ եղած որևէ դեպք, երբ Հայաստանի պետական շահերուն առնչվող որևէ մտահոգության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահեն չստանա արագ ու առարգայական արձագանք։ Պարոն նախագահ, ձեր կենաց։ Էմանուել Մակրոնն նշեց, որ ինքն ալ չմոռացած 2022-ի հոկտեմբեր 6-ը։ Խաղաղության այս պատկերացումը, որ մենք ունենք, ըլլալ այդ արդար բայկարներու գողքին, ուր կբաշխտանվի միջազգային գարկը, նույնիսկ այն բարակային, երբ ադիգա դվյալ բահուն չի փխիր մեր շահերեն, նույնիսկ երբ հաշվարգային մոդեցումները պիտի թելաթրեին, աչք փակել եւ այլ կողմ նայել, նույնիսկ երբ շատերը կհաշվարգեին վարելանյութի խորանարդ մետրը կամ այլ ուժերու հետ ավելի շահավետ պայմանագիրները փխող շահերը։ Էմանուել Մակրոնը անդրադարձավ նաև իրական Հայաստանի գաղափարախոսության։ Դուք ընտրած եք Եվրոպայի մեջ գտնվող խաղաղ ու փառքավաճ Հայաստան, եւ ճիշտ այդ Հայաստանն է իր բոլոր երանգներով մեր ընդհանուր պատմությունը գրող Հայաստանը, որ մենք կսիրենք եւ ամբողջությամբ կընդունենք։ Երբեք մի մոռնաք, որ Եվրոպայի մյուս ծայրը կան մարդիկ, որոնք կսիրեն ձեր երկիրն ու ձեր ժողովուրդը։ Միշտ գնային Հայաստանին իբրև գրծեր քույր, որ մեզի շատ բան տված է եւ որուն գողքին մենք միշտ պիտի ըլլանք։ Մենք իրարու ցերկ կմեկնենք։ Ասիգա ձեր ընտրած եվրոպական աբական է։ Ընտրիկի ընթացքին Ֆրանսիայի նախագահը երկած է Հայաստանի վարչապետը նվագակցած։ Օրվան ավարտին պաշտոնյաները շրջած են Երևանի մեջ։ Այս տեսանյութն ալ երեգոյան Երևանեն իր էջին վրա Մակրոնը հրաբարակած էր։ Երևանյան երկխոսության միջազգային համաժողովի շրջանագեններս քննարկված են տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ փոխկապակցվածության վերաբերող հարցեր։ Բարձրման արարողության ելույթով հանդես եկած են արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Պերսեն։ Քննարկումներու առանցքը եղած են Հայաստանի նախաձեռնած խաղաղության խաչմերուկը եւ թրիփ նախագծերը, տարածաշրջանային համագործակցության հերանեկարները, ինչպես նաեւ խառնածին սպառնալիքներու ապատեղեկատվության թիմակայելու խնդիրները։ Երևանյան երկխոսություն երրորդ միջազգային համաժողովի բացման արարողության ելույթով առաջինը հանդես եկավ արտաքին գործոց նախարարը։ Ան նշեց Հայաստանը գիտե թե ինչ կնշանակի ըլլալ փոթորիկի գետրոնը։ Storms may never be fully tamed. Փոթորիկները թերևս երբեք լիովին չսանցվին։ Նոր անորոշություններ միշտ ի հայտ պիտի կան, փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածները։ Սակայն մեր փորձառուտեն են քաղված տասը ճակատագրաբաշխտական բնույթ չունի։ Անիգա անդրության, ազատության եւ կորձելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի եւ բաճճ գործողություններու շնորհիվ փոքր վետությունները գրնան փոթորիկներու ընդմեջեն գտնել իրենց ուղին եւ գերդել ինքնիշխան խաղաղ ու փառքավաճ ապագա։ Հաջորդիվ ելույթ ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Պերսեն։ Վարչապետը գործընկերներուն ներկայացուց վերջին տարիներու փոփոխությունները։ Հայաստանը որդեգրած է եւ գիրականացնե երկու փոխկապակցված նախագիծ՝ խաղաղության խաչմերուկն ու թրիփը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը առաջին հերթին մեր ընկալումներով երկաթուղային կապի վերականգնում է արևելքի եւ արևմուտքի միջև եւ իհարկե երբ խոսք է գնում երկաթուղու մասին
երկաթուղին առաջին հերթին ինքը որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում աշխարհագրական, ռելիեֆային եւ ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի եւ դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով մենք պատկերացնում ենք արևելքը արևմուտքի հետ կապելու գործընթացը։ Սակայն երկաթուղին թրիփի միակ ուղղությունը չէ։ Երկու ծրագիրներու շրջանակ են ներս կենթադրվին նաև էլեկտրահաղորդման քիզեր, քարուղի ու վարելանյութի խողովակաշարեր, որոնք արդեն բարդաթիր չէ, որ անցնի նույն ուղիով շարունակած է երկրի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գտնվում է մի աշխարհագրական դիրքում եւ իհարկե այդ ամենը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ որ Հայաստանի ներդրումային միջավայրը եւ Հայաստանի ներդրումային կարգավիճակը էականորեն փոխվում է։ Եվ այդ կարգավիճակը փոխվում է հետեւյալով։ Եվ կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային բրենդը։ Եվ այդ նախադասությունն է ամենին կարճ ճանապարհը արևելքի եւ արևմուտքի միջև, նշած է Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ հիմա ժամանակակից աշխարհում խնդիրը, ինչպես գիտեք, ոչ միայն ապրանքների, ծառայությունների հոսքի ապահովությունն է, այլև այդ տեղափոխման տրանսպորտի արագությունը, իսկ ամենակարճ ճանապարհ նշանակում է ամենաարագ ճանապարհ, եւ մեր խնդիրն է ամենաէժան ճանապարհ եւ ամենաարդյունավետ ճանապարհ, որովհետեւ հիմա նաեւ այս արձանագրումը մենք պետք է անենք, ընկերությունները մրցակցում են այդ թվում ապրանքները մատակարարելու արագությունների վրա եւ նա ով ամենաարագն է, դերևս նաև ամենահաջողակն է, չնայած արագությունը հաջողության միակ գրավականը չէ, եւ մեր խնդիրն է իրացնել մեր պոտենցիալը։ Հայաստանը կընկալվեր նաև որպես ուժանյութային պաշարներ չունեցող երկիր եւ ադիգա ճշմարտություններ։ Բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել Հայաստանի Հանրապետության պարամետրերում, հիմա Հայաստանի Հանրապետությունը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ որ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը փոխվել։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել եւ տրանսֆորմացնել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի։ Ոչ, ես ոչ մի գաղտնիք բան չեմ պահում, Հայաստանում նավթի եւ գազի հանքեր չեն հայտնաբերվել եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով եւ մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը այդ թվում էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով։ Աշխարհագրական փոփոխություններ չեն եղած, նշած է վարչապետը, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված է եւ հատկապես ASEAN է շրջադարձային գետը։ Այս ամենուն շնորհիվ Հայաստանը կոյադեման օրագարկը փոխարինած է զարգացման օրագարկով։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեր օրինակը շատ կարեւոր է, թե ինչպես երկիրը առանց նոր հանքեր բացահայտելու գրնավերածվիլ անսահմանափակ ուժանյութային պաշարներ ունեցող երկրի, ինչպես կրնա երկիրը հուսահատ աշխարհագրական թիրքը փոխարինել հուսավար աշխարհագրական թիրքով։ Անընդգծած է, որ առաջարկված նախագիծը նաև անվտանգության հուսալի գործոնն է։ Ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, այդ նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, որովհետև չի կարող արևելք եւ արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։ Եվ հենց սա է ընկալման փոփոխությունը, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների
անձեռնմխելիությունը եւ իրավազորությունը հարգելով այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար։ Խաղաղությունը գբեր է բարեկեցություն, վերջինս ավելի մեծ խաղաղություն նշած է վարչապետը, հավաստիացնելով, որ մենք կընթանանք ճիշտ այդ ճանապարհով։ Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշած է, որ ասիկա Հայաստանի բահն է եւ գծանգա, որ ըլլա հարավային Կովկասի բահը եւս։ Հարավային Կովկասը պետք չէ լա գայսրություններու մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը կթիդարգեն որպես ավար կամ մրցանակ միմյանց դեմ հանելով դեղույն ազգերը։ Հարավային Կովկասը գրնա վերականգնել իր գետրոնական թիրքը Եվրոպայի, Ասիո եւ Մերձավոր Արևելքի միջև ու ըլլալ խաչմերուկ։ Ասիգա գենթատրե, որ պետք է սահմանները բանալ։ Ես կցանկամ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես թուք եւ ցեզի ուղեկցին խաղաղության, ժողովրդավարության ու բարգավաճման այս ճանապարհին։ Ֆրանսիայի նախագահը ընդգծած է, թե դպավորությունը այն էր, որ հարավային Կովկասը միշտ որևէ մեկը պետք է պաշտպանե։ Իսկ Հայաստանի բահը եկավ ապացուցելու, որ գա ժողովրդավարական ճանապարհ, որ դուք սկսած եք 2018-ին, այսինքն խաղաղությունը, որ ընտրած եք, իրադեսական է, եւ որ դուք անոր թերագադարն եք, եւ որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրություններու միջամտության։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենի արդեն իր ելույթի մեջ անդրադարձավ խառնածին սպառնալիքներուն ու հարաճիգա ընտրություններուն։ Դուք եղած եք թիրախ ապադեղեկատվության խառնածին հարցակումներու եւ կտեսնեք շատ նման ուրվակը Չեքիո մեջ, Մոլդովայի մեջ, բոլոր ընտրական հանքրվաններու ընթացքին։ Ասոր մեծ մասը արհեստական բանականության հեղափոխության միջոցով ստեղծված է։ Եվ ի պատասխան ոչ թե պետք է վախնալ արհեստագիտությունեն, այլ պետք է պաշտպանել ժողովրդավարական ընտրությունը։ Երևանյան երկխոսություն երրորդ միջազգային համաժողովի բացման արարողութենեն յետ իրականացվեցավ համագոհմանի քննարկումներ։ Կառավարության աշխատման նիստին քննարկված են ճանապարհաշինական ծրագրերը, զբոսաշրջության ոլորտեն ներս արձանագրված աճն ու մարզերու մեջ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքները։ Օրակարգին վրա եղած է նաև Հայաստանի մեջ միջազգային հեղինակավոր գինիի մրցույթի անցկացման հարցը։ Առանցին քննարկման նյութ դարձած է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման գործընթացներն ու ընտրական գործընթացներու օրինականության ապահովման գործիքակազմերը։ Կառավարությունը 13 միլիարդ դրամ հատկացուց 58 կիլոմետր ճանապարհներուն օրոքման համար, 58-ն 1 կիլոմետրը միջպետական, 27-ն հանրապետական, 30 կիլոմետրը մարզային ճանապարհներ են։ Վարչապետը թվարկեց ճանապարհաշինական ծրագիրները, անդրադառնալով նաև Քանցակարի Ձաքար 35 կիլոմետր վերակառուցված ճանապարհին, որ երբեք կուբրաբադված չէ եղած։ Գանձակար բնակավայրից, որպեսզի շարունակվի, Իջևան է մտնում եւ կապվում է Մայրուղուն, դեպի Մայրուղի տանող երկու ճանապարհ կա։ Ճանապարհներից մեկը ընդհանրապես անցանելի չէր գործնականում, արդեն Գանձակարից Իջևան վերևի ճանապարհը, երկրորդ ճանապարհը նորոգվում է եւ շարունակություններն էլ կարեւոր է, որ նորոգված են, մինչեւ Մայրուղի հասնելը նորոգված են եւ գործող ճանապարհն էլ առաջիկայում պետք է նայենք, որպեսզի իհարկե ծանրաբեռնվածություններին համապատասխան։ Գործող ճանապարհի հետ կապված ունենք պլաններ։ Գանձակայից Այգեստան տանող փողոց ամբողջությամբ ավարտված է, մնում է գծանշման աշխատանքները։ Ավարտվել է արդեն։ Ամբողջությամբ ավարտված, այո։ Գծանշման աշխատանքներն են մնում։ Հախումի երկրորդ կամուրջի աշխատանքները գավարդին մինչև աշուն։ Վարչապետը հորդորեց արձակուրդները օգտագործելով անպայման անցնել այդ ճանապարհեն։ Նաև վերակառուցված է Երևան-Ճամփարակ թթու Չուր-Նավուր ճանապարհեն, որ փերտ տանող ամենեն գարջուղին է։ Նավորի հատվածի մրցույթը հայտարարված է։ Ներդրողների ուշադրությունը հրավիրում եմ թե Գանձակարի Ծաքարի վրա, թե թթու Ջուր-Նավորի վրա, եւ մեր խնդիրն էլ պարոն Խաչատրյանն է, որ ներդրումները մեր տրամաբանության ներդրումային ծրագրերի ձևաչափով քննարկելը շատ օգտակար կլինի, որովհետև փաթեթով նաև այնտեղ որտեղ հողերի նպատակային նշանակության փոփոխության հարց ունենք, այդ հարցներ լուծենք։ Վարչապետը կարևոր համարեց նաև Մայլեր լեռնային հանգստավայր դանող 3 կիլոմետր ճանապարհին կառուցումը, որ այս տարի պիտի ավարտի։ Ըստ վարչապետին, ապրիլին երկրի մեջ զբոսաշրջիկներուն թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածին համեմատ աճած է 39%-ով։ Հունվար-ապրիլի ցուցանիշը 2025-ի նույն ամիսներու համեմատ աճած է 34%-ով։ Ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա
Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է։ Հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետև ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանի դեսարժան վայրերեն շատ ավելի զբոսաշրջիկը կդպավորվի մարդոց չերմուտենեն։ Սա ըստ էության ամենամեծ կապիտալն է, որը Հայաստանի Հանրապետություն ունի, խոսույթը մեր մասին ինչ է, որ մենք ռեսուրսներից դե աղքատ երկիր ենք, հիմա մենք մեր այնպիսի ռեսուրսներ ենք բացահայտում, ասենք սա ռեսուրսը հասկանում եք, երբ որ զբոսաշրջիկը գալիս ասում է գնում է Գառնի, գնում է Գեղարդ, գնում է Սևան, գնում է Նորավանք, գնում է Ամբերդ, Սմբատաբերդ, Լոռիբերդ, այդ մեզ համար են հուշարձանները շատ տպավորիչ, բայց մարդուն հարցնում ես, դե լավ այսքան պտտվեցիր, ինչից ամենաշատ տպավորվեցիր, ասում եմ մարդկանցից, սա հասկանում եք ինչ արժի, ինչպիսի մեծ արժեք է, ինչպիսի մեծ կապիտալ է, որը կարող է միլիարդներ, տասնյակ միլիարդներ ներդրումով դա հնարավոր չի ստանալ, բայց այս կապիտալի արժեքը տրիլիոնների արժեք է, այլ բան, որ մենք դա կարող ենք դարձնել բարեկեցություն հենց իրենց մարդկանց համար։ Սրանում է ամբողջ խնդիրը եւ մեր ռազմավարությունները հենց դրա վրա հիմնված են, որովհետեւ այո, նման մարդիկ չպետք է վատ ապրեն, նման մարդիկ պետք է լավ ապրեն, խաղաղ ապրեն, անվտանգ ապրեն, երջանիկ ապրեն, բայց սրա համար մենք պետք է հասկանանք, որ ելի եմ ասում, սրանք միլիարդների հոսք են դեպի Հայաստանի Հանրապետություն, մենք մարդկանց պետք է օգնենք կրթությամբ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ հերթին կրթությամբ, երկրորդը ճիշտ կարգավորումներով։ Զբոսաշրջային բայթում ունինք, թիվերը վարչապետին խոսքով կնշանակեն հարյուրավոր հազարավոր աշխատադեղեր, գործարարության հնարավորություն, ճանապարհներու նորոգման անդրադառնալով վարչապետ Փաշինյանը կարևորեց հանրության բացած իրազեկումը այն բարակային, երբ նորոգված ճանապարհին վրա գրգին շինարարական աշխատանքներ տեսնեն։ Նշվեցավ, որ կառավարությունը որակի չափանիշի հարցով նախանցախնդիր է եւ pedagogan կանցարանեն գրգնագի ծախս չի գդարվիր։ Նախորդ տարիներից արված շուրջ 20 ճանապարհատվածներ կան, որոնք արվել են եւ շինարարին ամբողջությամբ չեն վճարվել այդ աշխատանքների համար որակի հետ կապված խնդիրներով, դրանց իհարկե մի մասը դատական, ուրեմն դատարանում է գտնվում այդ գործերը, բայց պիտի ավելացնեմ նաեւ, որ վերջերս ջերմուկ գնացող ճանապարհի հետ կապված մենք որակի երաշխիքն ենք շինարարից սպայել, հիմա նախագծման փուլում ենք եւ այդ ճանապարհը պլանավորում ենք լայնացումով հիմնանորոգում իրականացնել։ Վարչապետը անդրադարձավ Երևանի եւ Գյումրիի ճանապարհներուն, նշելով, որ այն բարականերուն, երբ քաղաքային իշխանությունները ինչ-ինչ պատճառով գորոշեն մեգուսացած աշխատիլ, կառավարության հետ բնականon ցևով չկործակցիլ հետևանքները գերևին։ Դրա հետևանքները երևացին եւ Երևանում եւ Գյումրիում էլ ահավոր ձև են երևում։ Ես այն օրը մի հատ ահավոր տեսարան էր, երբ որ Գյումրիի անի թաղամասում սենց փոսերի միջով ուղակի երթևեկում ես, Գյումրիից դուրս եկար գերազանց որակի ճանապարհը։ Այս ամեն ինչը նրա հետևանք է, որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ եւ այսինքն ինչ չգիտեմ, ինչ նկատառումներով չեն համագործակցել, այսինքն փակված ինչ են մտածել, չգիտեմ, նույնն էլ Երևանում։ Եվ բայց հիմա ինչի համար եմ ասում։ Հիմա այս տարվանից մենք մեր 500 կիլոմետր ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կիլոմետր ճանապարհ նախատեսենք։ Գյումրիի անի թաղամասին համար եւս ըստ վարչապետին ծրագիրը կպատրաստվի։ Նշվեցավ, որ Գյումրիի Շիրագացի փողոցին հիմնանորոգումը սկսած է։ Գսկսի Խորենացի փողոցի գուբրաբադումը, Բարեգամության օղագին եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցվո հարագից հատվածին նորոգումը ավարտած են։ Գյումրիի շատրվանները, որ էլի մեր ծրագրերով է, չէ, իրականացվե, նորմալ շատ գեղեցիկ շատրվաններ ա ստացվել եւ արդեն իհարկե Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել էր, բայց պարոն Արուշանյան այնտեղ երաշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Միջազգային հեղինակավոր կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026 կինեհամդեսի մրցույթը մայիս 19-ին 23 Հայաստանի մեջ կազմակերպելու համար գարաչարգվի 684 միլիոն դրամ հատկացնել։ 30-ամյա փորձով մրցույթը մեր դարաձաշրջաններս առաջին անգամ լալով պիտի իրականացվի։
Ես ուզում ենք զբոսաշրջային բումը երկրորդ կրկնապատկենք, հա։ Ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև գինու արտադրության ծավալները ավելացնենք եւ արտահանում։ Միջոցառման պիտի մասնակցին 65 երկրները, շուրջ 400 փորձագետներ, ներառյալ 120 հավանական քննորդներ, որոնք խանութներու, ցանցի դնորեններ ու ներկայացուցիչներ են։ Նախադեсված են ցուցահանդեսներ, այցելություններ, կինեկորձական ընկերություններ։ Գնահատելու են ավելի քան 60 երկրի ավելի քան 8000 գինի։ 8000 գինու իրենք պետք է փորձեն, ես այդ process-ին Չինաստանում տեսել եմ, չեն խմում, բայց փորձում են մրցույթի արդյունքներին զուգահեռ եւ ամփոփումից հետո լինելու են B2B հանդիպումներ, այդ թվում մեր B2B, այսինքն բիզնեսը բիզնեսի հետ։ Մեր 50 արտադրողը 120 գնորդի հետ նստելու են մի ամբողջ օր հատկացրել ենք դրանց։ Ափովյանի նախկին ղեկավար Գարաբետ Գուլոյանի օգնականեն բռնական ծված քույկը ամրացվեցավ Պետական քույկի կոմիտեին։ Գլխավոր թադախազոին անդրադարձավ օրագարկին վրա ներառված նոր հաջնի Քանակերավան գյուղի մոտ 20.6 հեկտար 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուգայական արժեքով քույկը կոմիտեին ամրացնելու նախապատմության քույկին նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը գրանցված է ապրիլին։ Անիգաբեդության վերադարձված է Աբորինի ցակում ունեցող քույկի բռնականցման հայցով ձեռք բերված հաշտությամբ։ Թադախազությունը 2023-ին հայց ներկայացուցած էր Թադարան Ընտեմ Գարաբետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի եւ անոր գնոջ։ Հաշտությունը վերաբերում է հայցի միայն մի մասին, այս գույքին է վերաբերում, հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով մեր քաղաքացիական գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Վերջերս Վճռաբեկ դատարանը Կարապետ Գուլոյանի գործով կայացրեց նախադեպային որոշում եւ այս որոշումը ուղենիշային է ոչ միայն այս գործի համար, այլև ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման մեր մյուս հայցերով։ Վճիռն օրինական ուժի մեջ մտավ 2026 թվականի ապրիլի 15-ին, սա ըստ էության երկրորդ օրինական ուժի մեջ մտած վճիռն է ապօրինի ցակում ունեցող գույքով եւ մենք Կարապետ Մուրադի Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ցակում ունեցող գույքեր պետք է բռնագանձենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այն չի, որ ով դեմներս դուրս գա գույքերը ձեռներից վերցնենք։ Մենք խնդիր չենք դնել որևէ մեկի օրինական գույքը իր ձեռից վերցնել։ Մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իր ձեռից վերցնել եւ վերադարձնել պետությանը։ Ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ բանի արմիության դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Ես դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այսինքն պատկերացնում եք, չէ՞, միլիարդների գույքի մասին է խոսքը, ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի երկու զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը եւ կոկորդինոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետն ու կառավարության անդամներուն մեծ մասը պիտի լան արձակուրդի մեջ։ Ընտրություններու ժողովրդավարության միջազգային չափանիշներուն համապատասխան իրականացումը, քաղաքացիներու ազատ գամքի արտահայտության ապահովումն ու ընտրողներու գամքի վրա աբորինի ազդեցություններու բացառումը վարչապետը համարեց ամենեն մեծ առաջնահերթությունը, հորդորելով իրավաբաններուն չթույլատրել զգոնությունը։ Մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով բնականաբար Հայաստանում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված խնդիրները։ Համապետական ընտրությունները բացճ մագարտակով իրականացնելու բոլոր նախադրյալները ըստ վարչապետ Փաշինյանի կան համապատասխան ժողովրդավարության բոլոր կանոններուն եւ չափանիշներուն ապահովելու քաղաքացիներու գամքի ազատ արձանագրումն ու արտահայտումը։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։